Բարև ձեզ շարունակիստներ, Ռոնի Ղարիբյանի եւ Ղարիբյան Real Estate Finance ընկերության կողմից այսօր արդեն երրորդ առաջի երամսյակը վերջացավ 2025-ի առաջի երամսյակը, այսինքն 4 երամսյակ ունենք, 1/4-ը վերջացավ եւ արդեն ապրիլ ենք անցել եւ ապրիլ 6 2025 թվականին եւ տեսնում եք եւ լսում եք մամուլի միջոցով որ ինչեր է կատարվում մանավանդ այս վերջի 4-շաբթի օրվանից մինչև 5-շաբթի ուրբաթ նա մանավանդ այս մամուլի միջոցով նախագահ Թրամփի tariff հասկացողության բառը որ tariff-ը պարզապես tax-ը համարվում մյուս երկիրների վրա, որ աշխատում ենք Միացյալ Նահանգները, այսինքն ինչ որ արևտուր է լինում Միացյալ Նահանգների եւ ուրիշ երկիրների միջոցով, այսի նորություն չի, ուրիշ երկիրներ ունեն այս tariff-ը, մոռացել եմ Հայաստանում ինչին ասում բառը, որ Հայաստանն էլ ունի, որ որևէ ապրանք ներդրում ես անում Հայաստանում, էլի մեքենաներ կամ մթերքային ապրանքներ եւ վրան այդ ավելի նոր tax-ը պետությունը charge անում։ Եվ Միացյալ Նահանգները չուներ շատ մեծ թիվով այդպիսի tax-էր ուրիշ երկրներից ապրանքը ներս մտնել Ամերիկայում, դա համար շատ ավելի արժան էր ամեն ինչը, շատ ավելի արժան ենք ապրում, որովհետեւ այդ tax-երը չկար։ Օրինակ, ինչպես ասեմ, շատ ապրանքներ կոշիկից բռնած միջև հագուստ մինչև կոմպյուտերային եւ այլն։ Բայց կենտրոնանանք հիմա ուղղակիորեն, որ ինչ ազդեցություն ունի այս թերիֆները մեր Կալիֆոռնիայի բնակիչների, նամանավանդ տուների, կալվածքների եւ տոկոսների մասին։ Նախքան որ մեր մանրամաս ծրագիրը ասեմ, ուզում եմ առաջ հայտարարեմ, որ տոկոսները ուրբաթ օրը, մանավանդ ուրբաթ առաջվա բաժինը, հետո երկրորդ մասը, այնքան իջեր էր, որ ես արդեն սենց ձեռուոտս խառնվելով հեռաձայնում էի մեր հաճախորդներին, մանավանդ որ refinance-ի հաճախորդները որ կային, որ տոկոսները մինչև 5.5-5.6-ի իջավ, այսինքն 5-երի մեջ ենք, մեծամասնությունը մանավանդ FHN-ին, որ մեկ հետո կանդրադառնանք, սո անպայման մնացեք մեր հետ, որ տոկոսները նայենք։ Սո հետեւանք թերիֆների համար ինչ ազդեցություն ունի անմիջապես։ Սո օրինակի ասենք, մեծամասնություն ալումինիումը կամ փայտը, որ Կանադայից է իմպորտելնում, կամ Չինաստանից այդպիսի ապրանքներ ունենք, մանավանդ երկաթը եւ ալումինիումը եւ այլն, ստանք շինարարության բուն fundamental կմահկնա ասելով, որ երկաթով շինարարությունները ելնում կամ փայտով շինարարությունները ելնում կամ նույնիսկ drywall-ը, որ Մեքսիկոից են բերում մեծամասնությունը, ստանց վրա tax-ը ավելացել մեծ մասով եւ այս ազդեցությունը ուզենք այդ ծախսը շատանում է շինարարների համար, մանավանդ Կալիֆոռնիայի շինարարների համար, որպես նոր, երբ որ նորակառույց տուներ են ուզում շինարարություն անեն, like new home build, եւ էսի պատճառը այն ու որ տուները ավելի թանկ են, նորակառույցները։ Սո նորակառույց ասում է, որ գիտես ինչ developer-ը ասում է, որ ես եթե շինարարությունը անեմ եւ այսքան թանկ վերջանա եւ ժողովուրդն էլ կարող է չառնեն, ընդհանրապես ձեռնպայելն, որտեղ շատ է թանկանում, արդեն թանկ կար։ Արդեն Կալիֆոռնիայի արժեքները ամենաբարձր թիվերից մեկն էր։ Հիմա վրան նույնիսկ ավելանում է այս ավելնորդ tax-ը, որ կարող է 10, 20, 30% տարբերություն տա արժեքների վրա, ուրեմն շինարարները ասում են ձեռնպայել ենք, այդքան շինարարություն չանենք, նայենք ուր այդում ինչ այնում։ Սո շինարարները սկսել են արդեն քիչոտ շինարարություն անել արտադրության, նայեն այս հարց ուր այդում։ Սո այդ պատճառով այդ խնդիրը, որ ունեցան 2008 թվականի crash-ից հետո մինչև այսօր ինչ էր։
խնդիրը դա էր, որ supply եւ demand-ի հարց էր, որ միշտ ասել ենք, այսինքն պահանջը համեմատաբար քանակը չէր համապատասխանում։ Ժողովուրդը բոլոր աշխարհում, ոչ թե միայն Կալիֆոռնիայում, շատանում են։ Արդեն պաշտոնական մոտ 8.5 բիլիոն մարդ կա աշխարհի վրա։ Եվ այս ժողովուրդը տարեկան ավելի են շատանում, քան թե մահանում են, որ it's a good thing, այսինքն չենք ուզում ժողովուրդը մահանա, բայց կյանքը երկարացել է եւ ավելի շատ ծննդաբերություն կա համաշխարհային հաշվով։ Կալիֆոռնիան է նույնը, համ գալիս են, համ էլ ավելի կյանքը երկարել է, համ էլ երեխաները շատանում են։ Հաշիվ այլեմ մինչև 2100 թվականին աշխարհի ժողովրդի քանակը լինելու է 10-ից 10.5 բիլիոն ժողովուրդ։ Եվ որ ժողովուրդը շատանում են, տուն պետք է մեծ ապրեն, տուն չկա, հող չկա։ Հող կա, բայց ուրիշ խնդիրներ այդ հետո կասենք։ Ուրեմն շինարարները 2008 թվականի քրաշից հետո անհայտացան, շինարարություն չելավ, պահանջը շատացավ, ժողովուրդը շատացան, millennial հասկացողությունները եւ baby boomer-ները եւ generation X-ը եւ generation Z-ը շատացան, բայց տուն չկար։ Կամաց շինարարները սկսեցին սարքեն, հետո ուրիշ խնդիրներ ելավ, տոկոսները բարձրացան եւ այլն, բայց կամաց հասնում ենք այդտեղ, որ ջահասանք 2008-ից մինչև 2022 թվականը։ Այսինքն 2012-14-ից սկսան կամաց հետ բարձրանալ, 8-ից 10 տարվա ընթացքին հասնում էր, հետո COVID-ն էլ մեծ ազդեցություն ունեցավ, այսինքն 2014-ից 2026 տարվա ընթացքին բավականին շինարարություն չելա, որ հասցնեն պահանջը։ Հիմա նորեն ձեռնպայն ելնելու, նորեն շինարարություն չեն անելու, նորեն քանակը ցածրայթելու, նորեն ժողովուրդը պարտավոր են առնեն այն տուները, որ արդեն ներկայիս կան, որ այդ ելնում է existing home sales, այսինքն վերավաճառվելիք հինոտ տուները։ Եթե նոր տունը չկա, եթե competition-ը չկա նորինը, ժողովուրդը չեն կարող նորը առնել, որտեղ չկա, ինչ են անելու։ Հիները պետք է առնեն, հիները որ առնեն ինչ այլում, արժեքը բարձրանում է, որտեղ պահանջը շատացավ, քանակը իջավ։ Supply եւ demand-ի imbalance-ը կար, ավելի imbalance-ի gap-ը շատացավ։ Ինչպես տեսնում եք, տան արժեքները եթե սպասում եք, որ իջներ, նույնիսկ թերիֆի պատճառով հիմա հակառակը կբարձրանա կամ նոր ապրանքի պատճառով եւ կամ որովհետեւ շինարարը չկա պահանջի պատճառով։ Արդեն labor-ի հարց կար, արդեն շինարարության construction-ի ժամանակ գործավորների պակասություն կար։ Հիմա դա էլ վրան կարժի։ Affordability, որպես ժողովուրդը կարողանան տուն առնեն, շատ ավելի այս թերիֆի պատճառով վատացավ եւ պետք է վատ մնա։ Հիմա դեռ նորա ուր կերտա իշկենի negotiate կանեն, իշ կանեն, մյուս լուրերի մեջ ունեն, որովհետեւ օրինակ անմիջապես Վիետնամը սկսավ negotiate անել, որ հետո դա մասին կանցնենք։ Ինչ անելու delay construction cost շինարարները սկսելու են ավելի ուշ շինարարություն անել, նորեն ասեմ, քանակը պակսելու է։ In conclusion, ինչ ենք հասնում այս հարցին, հասնում ենք, որ տան արժեքները շարունակաբար պետք է բարձրանա երկու պատճառով, մեկ թերիֆների պատճառով, ապրանքի թանկության պատճառով եւ երկրորդը, որտեղ շինարարները պետք է քիչոց սարքեն եւ նորը պետք է ավելանա, ժողովուրդ պետք է տան վերավաճառվելիքի վրա, որ քանակը բավական չի եւ պետք է իշտի։ Հիմա ժողովուրդ ասում են երիտասարդների համար, ներողություն, երիտասարդները չեն կարողանում շինատուն առնեն, երիտասարդների հարցը այստեղով ես ձեզ կլուծեմ։ Ինչպես իմանում ենք, մեծամասնությունը խոսալու մեջ շատ լավ ենք, մանավանդ politician-ները, մանավանդ նրանք, որ ընտրվել են որպես պաշտոն եւ միշտ ասում են housing, low income housing կամ affordable housing, շինարարություն թող ելնի, թող ժողովրդի համար արժան ելնի տուները, թող հեշտ ելնի։ Okay, ասում ենք, բայց լուծումը ուր է։ Եթե ես քաղաքապետության այսօր մաս կազմեմ, խորհրդի անդամ ելնեմ, council ելնեմ, city council կամ Los Angeles, Glendale տարբերություն չի անի, եւ եթե իրոք ուզում եմ օգնեմ, միայն խոսալով չի,
Այսօր conservative-ները շատ գալիս են, ինչ է իրանց կարևոր մասը, environmental, չէ՞, ուզում ենք որ environmental առողջ եւ համաձայն է environmental-ը շատ կարևոր մեհատ կետերից մեկն է։ Մենք ասում ենք, որ մենք շինարարություն ելնի երիտասարդների համար ավելի affordable տուն ելնի, բայց իմանում եք ինչ, ստեղ մի սարքեք, որ ես եմ ապրում, ուրիշ տեղ սարքեք, հեռու սարքեք։ Այն մարդը ստեղ է տուն ուզում։ Ասում ենք տուն սարքեք, բայց իմ մոտ մի սարքեք, հեռու սարքեք։ Շինարարություն արեք, բայց ստեղում traffic-ը շատ այնում, ձենը աղմուկը շատ այնում, որ ապրում եմ, ընդեղում մի արեք, ուրիշ տեղ արեք։ So, ինչ ասելը եւ zoning ոստե չես կարող սարքես տեղում, միայն կարող ես այս մեկ տուն սարքես, փոխարեն 13 հատ տուն կարող ես սարքես հողի վրա, որտեղ լեռի վրա է ստեղում չես կարող fire department-ի համար դժվար է հետևի տունը։ Ուրեմն regulations, օրենքները պետք է թեթևացնեն, zoning-ները, իրավունքները, որ քանի հատ unit կամ տուն ես կարող սարքես շատացնեն, չասեն ոչ թե ստեղում չես կարող թե downtown աստեղ չես կարող ընդես սարքես, zoning-ները հեշտացնեն, guideline-ները հեշտ environmentally իրավունքները թեթևացնեն, որտեղ եթե պետք է 15 հատ ջուրի, անձրևի, կայծի, լույսի, հոսանքի այս խնդիրները ունեն այս տունը սարքելու համար, ծախսը այնքան է շատանում, որ չի սարքում։ Եվ այդ 10 տարվա շինարարի լասուդի պայմաններն էլ թեթևացնեն, որ ինշուրենսի հարցերը կա, օրենքները թեթևացրեք, ժողովրդի համար հնարավոր կլինի ավելի շատ շինարարություն ելնի, շինարարի համար ավելի լավ կլինի, եւ պետական ինսենտիվները տվեք, որ կարողանան ժողովուրդը տուն սարքեն, դեվելոպերները տուն սարքեն, ավելի affordable լինի, ավելի արժան լինի եւ կարողանան մտնեն տան մեջ։ Այսօր բացի որ այդ խնդիրները կա, մյուս խնդիրը որ կա, ժողովուրդը երիտասարդները կամ որևէ տուն գնող, այսօր եթե դու տուն չես արել, պետք է լուրջ խնդիրը պետք է լինի տվյալը, եկամուտը։ Yekamut is number one. You need income to buy a house. You need a job to buy a house. That's it. Nothing else. My credit, bանը, down payment, those are secondary. Տան երկրորդական են, տան մի բան է որ այո 3%-ով էլ կելնի եւ այլն որ զեկույց ունեմ ձեր համար հետիմից հետո կասեմ։ Բայց գործ պետք ունես. You need a job. Եթե գործ ունես, միշտ ասել եմ, եթե կրպանդ քեզի թույլատրում է, ես ձեր այս հերոստակայարանից 11 տարի ձեզի ասում եմ։ Եթե ձեր կրպանը թույլատրում է, ուրեմն կարող ես տուն առնես։ Այդ օրվա տոկոսներով, այդ օրվա պայմաններով։ Այնոնք է տոկոսը 5-ա, 6-ա, 7-ա, 14-ա տոկոսը, doesn't matter։ 12%-ով կարող ես այսօր payment տաս, ուրեմն is the right time to buy։ Որովհետև այդ տունը առնում ես, հետո refinance կանես, եթե տոկոսի իջավ, եթե էլ չիջավ, գոնե իմանում ես այդ payment-ով դու qualified ես եւ առել ես։ 6.5%-ով առել ես, payment-ը կարող ես տաս։ Եկավ 5, եկավ 4, շնորհավոր, icing on the cake։ Եթե չեկավ ցած, արդեն դու 6.5-ով համաձայնվել ես։ Ամենից վատ պարական է սա։ Ինչպես ասեմ, թերիֆների համար որ չորեքշաբթի օրը նախագահ Թրամփը հայտարարությունը արավ, ամենից վատ օրը, այսինքն worst day-ը էդ էր։ Այդտանից հետո մնացածը իջնելու է, այսինքն եթե qualification-ները ժողովուրդը սկսեն մյուս երկրները համապատասխանեն։ Այս պատճառով այս 5 շաբթի ուրբաթ օրվա market crash-ներով, որ ինչքան crash-ներ է լավ, մանավանդ բան մարքեթը, որ 30 տարվա վարկերը ուղղակի հետևում են բան մարքեթին, բան մարքեթը խենթացավ եւ իջավ 4-ից էլ ցած, որտեղ ամեն բան ստակից հաներ էր, այդպես safe haven stock market-ի մեջ։ Stock market-ը օրինակ այս 2 օրվա մեջ, 3 օրվա մեջ, 2 օրվա մեջ ժողովուրդը որ retirement fund ունեն, ինչքան փող ունեն իրանց stock-ների մեջ, իրանց retirement-ի, իրանց թոշակները ապահովված էին որպես retirement fund 401k եւ այլն,
մեծամասնությունը կորցվավ, մեծ մասը տոկոսային, փուֆ, ձեր դրամը, you lost it. Overnight Միացյալ Նահանգները աշխարհում քնես միշտ ասել եմ, քնես առօր արտանաս, այսպես քո հարստությունը it's gone. Քանի բիլիոն դոլար թե կամպանիները կորցրան, բիլիոններ դոլար թե կամպանիները կորցրան։ Բայց ինչ եմ ուզում ասած եմ, տունը որպես house, որպես home, որ ունես, այդ տունը ինքը մի հատ հարստություն է, որ ինչ էլ պատահի էկոնոմին, ինչ էլ պատահի stock market-ին, ինչ էլ պատահի թերիֆներին ու տոկոսներին, մի հատ շոշափելի մի հատ հարստություն է, որ բացի բարձրացում ուրիշ բան չի ելնում։ Եվ եթե նույնիսկ արժեքները իջնի, ինչպես որ stock market-ին կամ իջավ այսքան օրվա մեջ, տունը մնում է տուն եւ հետ կբարձրանա, բայց stock market-ին իջավ կորցրար, is gone. It's gone. Թղթատոմս այդ stock value is gone. Ընկերությունը bankruptcy file արավ, քո փողը is gone, բայց տունը մնում է տուն։ Եվ տունի հարստությունը որ ստանաս, այդ payment ինչպես ասամ, ուրիշի պարկը գործածում ես որպես բանկ, ուրիշի փողը գործածում ես, ասում ես պարոն բանկ, ինձ փող տուր, ես ներդրում անեմ, շահեմ, invest անեմ, տուն առնեմ, տունից արժեքը կթանկանա, քո փողը կտա։ Հին ժամանակ ինչին ասում, ասում են պարկ առնես, կնիկ առնես, պարկը կտաս, կնիկը կմնա։ Հիմա ստեղում պարկ ես առնում, տուն ես առնում, պարկը կտաս, տունը կմնա։ Եվ այդ տուն առնելը նորեն հնարավորությունը պետք է ունենաս մանավանդ երիտասարդներին, որ ինչպես ասամ, կամ տարբերություն չի, actually այսօրվա բայողներ, գնողները իմանում եք տարիքները ինչ է, հիմա մենք հետո ձեզի կասեմ եւ նայեք շատ հետաքրքիր է։ So bond market-ը իջավ 3.9-ից 4-ից ցած եւ տոկոսները ուրփաթ առավոտ, ասեմ ես շշկրված ձևով չիմամ ինչպես հաճախորդներին հեռազանին, որ հնձիմա refinance պետք է անեք, հիմա այսօր ուրփաթ Եվ քանի հատը անմիջապես սկսանք աշխատել վրեն, որովհետև drastically իջավ։ Հետո օրվա վերջը մեջ ինչ-ինչ փոխվա, բայց դեռ էլ լավ է։ Եվ ինչու փոխվա, մեկը որովհետև unemployment-ն էր տեղեկությունը, որ լուրերը դուրս եկավ, որ գործերը որ ստեղծվերա որպես unemployment rate, դա նորմալից սպասելիքից ավելի բարձր էր, եթե չսխալվեմ մոտ 228,000 գործեր ստեղծվա, որ սպասելիքն էր 140,000 գործեր պետք է ստեղծվեր եւ unemployment rate-ը բարձրացավ 4.2-ի, այսինքն նշանակում է ավելի շատ ժողովուրդը գործ են փնտրում հիմա եւ դեռ թերիֆի ազդեցությունը չկա հստա մեջ բոլորովին։ Սա դա մեկ պատճառներից է։ Մյուս պատճառներից է Վիետնամը առաջի պետությունն էր, առաջի երկիրն էր, որ անմիջապես Միացյալ Նահանգներին հեռաձայնավեց թերիֆների համար եւ ասա որ մենք մերը կիջացնենք դու էլ քոնը իջացրու։ Որտեղ մյուս երկիրները մեզի charge անում են anyway թերիֆները։ Վիետնամը այսօր Միացյալ Նահանգներից որևէ ապրանք էթում ամերիկյան շինարարություն, ամերիկյան սարքած ապրանք էթում Վիետնամը չեմ հիշում ճիշտ տոկոսը ինչա, բայց 20-30-40% tax առնում այդ ապրանքը մերը Վիետնամ մտնելու համար, բայց Վիետնամից Ամերիկա գալու համար ձրի էր։ Որ հիմա պետություն Թրամփ ասա ոչ, դու մեր ապրանք առնում ես 30% tax ես առնում քո ժողովրդից իմ ապրանքի վրա։ Քո ապրանքի վրա 30% ինձ պետք է tax տաս։ Եվ հիմա 30 օրինակ եմ ասում, չեմ ճիշտ ինձ։ Վիետնամը հեռացանավ, ասա արի համապատասխանենք, մերը կիջացնենք, քոն էլի չասու, որ աշխատենք։ Բրավո Վիետնամին, անմիջապես։ Եվ անշուշտ այդ երկու պատճառներից էր, որ լավ լուրեր էր, լավ լուր ասում էկոնոմին լավ լուր, այսինքն մի հատ Վիետնամի աշխատանքը, մի հատ էլ գործերը որ ստեղծվեր էր եւ երրորդը կենտրոնական բանկի նախագահ Ջերոմ Փաուելը հարցազրույց ունի եւ հարցազրույցի մեջ ասա որ անշուշտ մտահոգ այսօրվա թերիֆների մասին եւ կարծում եմ որ այս թերիֆները բերելու է սղաճ inflation, մեկ թանկություն, բայց ասում եմ որ չենք տոկոսներին ձեռ տալու իջացնենք կամ բարձրացնենք, պետք է սպասենք եւ նայենք եւ այդ լուրը ընդհանրապես լավ լուրեր մարքեթի համար Եվ այդ լավ լուր, այսինքն չխառնվավ իրար ու ասա, հեսա տոկոսները հիմա այս կանեն, ասա որ պետք է սպասենք եւ would be eager to cut, ասում չենք սպասելու որ cut անենք տոկոսները այդքան շուտ, բայց արդեն շուկան համոզված է, ինչպես 2 անգամ պետք է իջացնել, կարող է 3 անգամ իջացնել։
So այդ պատճառներով տոկոսը մեջ ինչին դեպի ուրբաթ օրվա վերջը փակվավ եւ չմոռանանք ուրբաթ օրը ընդհանրապես սելավը ուզում են ամեն մարդ փակի շաբաթ։ Բայց այս պատճառներից մեկ որ տոկոսները tremendously բավականի շատ իջավ։ Հիմա ամենից հետաքրքիր լուրը, որ մենք այսքան խոսում ենք երիտասարդների մասին։ Եվ այս երիտասարդների մասին կներեք, շատ կներեք։ Այս երիտասարդների մասին ասեմ, որ ով անցյալ տարի տուն առնողները էլ է Միացյալ Նահանգներում։ Yeah, who bought it? Չեք հավատա թիվերը, եթե ձեզի ասեմ, ովքեր են տուն առնողները։ Baby boomers 60 տարեկանից 69 տարեկան դա որպես երիտասարդ բումերներն են եւ հետո ունենք տարիքավոր բումերները, որ 70-ից 78։ Ընդհանրապես baby boomerները 60-ից 78 տարեկանների մասին է խոսքը, 60 to 78։ Որ ունենք բաժանվում է երիտասարդ boomers եւ տարիքավոր boomers, 60-ից 69, 70-ից 78, իրանք ելեր են բոլոր տուն գնողների 42%-ը անցյալ տարի բոլոր տուն գնողների 42%-ը ելեր են baby boomerները, որ 60 տարեկանից 78 տարեկանների մեջ այլ է։ Հավատաք 42% գնողները 2024-ին ելեր են 60 տարեկանից վրև։ It's never late։ Չեք ասեք, ուշ է, էլ տարիքս, Այդ միլենիալները, որ ամեն մարդ ասում է, վայ, միլենիալները ամենաշատն են, միլենիալները ես են անում։ Միլենիալները շատ զբաղված են իրան social media-ով եւ իրանք 29%-ն են ելել բոլոր գնողներինը։ Բոլոր գնողների 29% միլենիալը մեծ քանակով սերունդն է։ Եվ ամենամեծ քանակով եկամուտ ունեցողները պետք է լինեն պաշտոնական բծագես նահատ։ Կամ էլ դրամ են աշխատում Ferrari-ներ ու GT3 Porsche-եր են առնում, քան թե տուն առնեն։ Generation X buyers, որ ելում է իմ տարիքից, որ 45-ից 59 տարեկանների մասին է, իրանք առել են նույն 24%-ը, որ նախկին տարիներն այլ է, 24%-ը 45-ից 59 տարեկանների միայն 24% տուն առնողներինը այդ տարիքից են ելել։ So baby boomer-ները, որ 60-ից 78 են, միլենիալներին, որ ելնում են 30, մինչև 44 տարեկան, կարծեմ 35-ից 3-ից մինչև 44 տարեկան կամ 35-ից տեսնում բանը, 30-ից 44 Եվ վտանգ ամենասքիչն են ելել, նույնիսկ քանակով ավելի շատ են։ Baby boomer-ները, որ ասամ, որ այդ 60-ից 78 տարեկան են, ամեն 5 հատից 2 հատը լրիվ cash են առել։ All cash տունը, առանցի ֆինանսավորման։ Եվ միլենիալները, որ 44 տարեկանից եւ երիտասարդ են ելել, 90%-ը finance են արել, 10%-ն են միայն cash արել։ Բայց baby boomer-ների մոտ 2-ից 5, այսինքն 40%-ի չափ, 30%-ի չափ ավել, չէ, 40%-ի չափ cash են արել։ Երիտասարդ միլենիալները, 26-ից է ներշու, 26-ից 44-ը, 26-ից 34 տարեկանները 27% գնողներն են ելել, 35-ից 44 տարեկանները միայն 13% գնողներ, այսինքն 26-ից 34-երը ավելի ռիսկ են արել, քան թե 35-ից 44-ը։ Հետո մտնում է մանրամասերի մեջ, չեմ ուզում շատ երկար ասեմ, Generation Z-ն, որ ասեմ իմ տարիքի ժողովուրդն են, միջին եկամուտը 130,000 է, միլենիալները, որ երիտասարդներն են, որ մեկ քիչ առաջ ասամ 26-ից 44 են, 127,000 է, ավելի շատ եկամուտ ունեն այս սերունդները, քան թե baby boomer-ները։ Եվ Generation Z-ն, որ շատ փոքրերն են,
մեծամասնություն գնողները single females չամուսնացած աղջիկեր, բրավո, որովհետև իրանք հիմա տեսնում եմ աղջիկեր կան շատ երիտասարդներ, որ արդեն ավարտել են, բժիշկներ են, ատամնաբույժներ են եւ ինչ աշխատանքներ ունեն։ 9-10-88% գնողները, միլենիալները, երիտասարդները արել են real estate-ի agent-ի օգնությամբ, բայց gift-ով եւ օգնությունով ընտանիքից։ Բայց կարևորը բոլոր generation-ները ամեն տարիքինը միջին տարիքը որ տունը պահեր են, առել են, պահեր են 10 տարի այլ է։ 10 տարի հետո վաճառել են average-ը։ Միլենիալները որ ասեմ երիտասարդներ են 44-ից ցած, իրանք 5 տարի մեկ ծախեր են։ Ամեն 5 տարի։ Baby boomer-ները որ 60-ից 78 տարեկան են, ամեն 16 տարի մեկ են ծախել։ Ինչու եմ այս երկուսը ասում ձեզի, որովհետև եթե որ ասում են cash-ը առե ամենը, ինչպես է cash-ը առե ամենը, որովհետև տունը առերա, թանկացերա, արժեքը բարձրացերա, ծախերա cash-ը առե։ Չեք ասում, օ, Երանի իրան cash ունի, ոչ cash չունի, risk առե, շուտ առե, ժամանակին առերա, հետո էլ cash-ը ծախերա, գնացել ուրիշը cash առե, որտեղ equity-ը ավելի փոքրոտ կամ ավելի արժանոտ տեղ։ But there's always a starting point. Պետք է սկսես, պետք է մետերից սկսես առաջի տունը առնել։ Միայն երևակայության լավ չի։ Mən նայեն կարծեմ այդ generation-ի gap-ը, որ ցույց եմ տալի, ուզում եմ մատ տեսնեք slide-ի վրա, շատ հետաքրքիր է, mən նայեն խնդրում եմ slide-ը։ Այո, ինչպես որ տեսնում եք, Gen Z-ին վրևի կապույտը առաջինը 3% բայները, որ լրիվ տուն առնողների միայն 3%-ը են Gen Z-երը, որ շատ փոքր երիտասարդներ են, եւ 47%-ը single են առնողները, չամուսնացածները, որտեղ շատ երիտասարդ են։ Young millennial-ները, երիտասարդները 26-ից 34, 12% գնողներն են եւ 71%-ը first time home buyer, շուտ երիտասարդ են։ Older millennials, որ մինչեւ 44 տարեկան մինչև 17% գնողներն են եւ 23%-ը white channel է, Hispanic, Latino, սևական եւ այլն, կամ Asian։ Gen X-ը մինչև 59 տարեկան 24% բայերն են ելել։ Բայց էսա հետաքրքիր, 21% multi-generation ինչ է նշանակում։ Ուրեմն այն ժողովուրդ, որ 59-ից 44-ից 59 տարեկան են, 44-ից 59 տարեկան են, տուները որ առել են, տան մեջ ապրել են իրանց պապիկ, տատիկ, երեխաները նույնիսկ 18 տարեկանից վրև եւ իրանք։ Այսինքն 3 սերունդ կամ 2 սերունդից 3 սերունդ տուն առնողներ են ելել, այսինքն տան մեջ առնողների մեջ տան մեջ ելել են 18 տարեկանից մեծոտ երեխաները եւ կամ իրանց պապիկ տատիկները կամ ծնողները։ So 21%-ը, so generation X-ը ամենաշատ պատասխանատվություն ունի, որ ելում են 44-ից 59 տարեկանները ընտանիք պահելու համար։ Younger boomer, որ 16%-ը retirement-ի են արդեն անցել, 26% գնողներն են ելել եւ մեծոտ baby boomer-ները, որ ինչպես ասեմ 69-ից 78 տարեկանները 16% գնողներն են ելել եւ 51%-ը all cash են առել։ Բարձրալավ ինչա կատարվում այսօր։ So եթե տեսակ հետաքրքիր է, ուզում եմ այդ առաջ մարքեթը նայենք եւ տոկոսների վրա շատ ուզում եմ մանրամաս բացատրեմ ինչ է ելնում տոկոսները, շատ կարեւոր է։ Mən նայում մարքեթի ինչպես փակվող ուրբաթ օրը it's been crazy երկու օր ինչքան կորուստներ, ով որ տուն ունի, leverage ունի, բախտա բերե, նամանավանդ այս emergency օրերը որ ուզում եմ տունի մասին ասեմ, բայց mən մարքեթը նայենք, հետո ձեզի պատմություն ունեմ պատմելու, mən նայում մարքեթը։ Ուրեմն Dow Jones-ը 38318, 2231 փոն միայն ուրբաթ օրը կորցրավ, S&P-ն 5074, 322 փոն միայն S&P-ն կորցրավ,
ուրբաթ օրը Nasdaq-ը 15587, 962 փոнд կորուստ ունեցավ Nasdaq-ը։ Գերմանական DAX-ը 20641, 1075 փոнд կորուստ ունեցավ, FTSE-ն անգլիականը 8054, 419 փոнд կորուստ ունեցավ, Japanese Nikkei 33780, 955 փոнд եւ Shanghai Chinese 3342։ Լրիվ աշխարհին խառներ է իրար։ Հիմա այս քարյուղը շատ կարևոր է։ Երբ որ քարյուղն է իջնում, ինձի փաստում է որ իրոք եթում ենք դեպի economy slowdown։ Քարյուղը շատ կարևոր կետերից մեկն որ նայենք ինչ ուղղություն է այդում Միացյալ Նահանգները, աշխարհի մոտեցումը։ Շատ կարևոր է այս քարյուղը իջնումը իմեջի ուղղություն է տալի։ Ոսկին $65 իջավ 3056, արծաթը 29.72 դոլար իջավ եւ պլատինումը $919։ Եվրոպական եվրո դոլարը մեծ չնչին ուժեղացավ $1.96, $1.9 1 եվրո, անգլիական British pound-ը $1.29 1 pound, Bitcoin-ի Coinbase-ը 83728, ուրբաթ օրվա փակման ժամանակ Հայաստանի դրամը $391։ 10 տարվա Treasury 4-ով փակավ, բայց 3.9-ին էլ իջեր ուրբաթ օրվա ընթացքին բավականին իջան 3.987-ը կարող է իջնի, այսինքն մեծ դեր է կատարում տոկոսների վրա, which been humongous։ Ուզում այդ պատմություն ասեմ այդ ունեմ պատմելու, ուրեմն երկու տարբերակ պատմություններ են։ Եվ ես իրոք կյանքի փորձառությունը եւ ինչ-որ կարդացի մեզ երկուսը շատ հետաքրքիր էր, որտեղ նույն կյանքի մեջ, ասի հաճախորդի վրա այդ փորձառությունը ունեմ։ Ուրեմն ժողովուրդ քաղաքում կա քաղաքապետ է Մերիլենդինը, Մերիլենդ ասում է փոքր ժամանակ, երբ որ իրանք ուզում էին համասարան ընդունվելին լավ աշակերտներին, որ այդային լավ համասարան, իրանց ծնողը եկամուտները չէր թույլատրում, որ ստակ լավ համասարան այդային երեխաները կրթվեին։ Եվ չին էլ կարող financial aid-եր լոներ ստանային, որտեղ այնց մի վիճակի մեջ էին, որ չին կարողանում։ Եվ խնդիր էր եւ երեխաներին չէր կարող համասարան ուղարկել։ Իրանց ծնողը իրանց տան վրա շատ դժվարությամբ լոն են վերցնում, այսի տարիներ առաջվա պատմություն է։ Եվ այդ լոներով կարողանում են այս երեխաներին դպրոց ուղարկել, համասարան ուղարկեն, եւ ստակ մեկ արդեն Մերիլենդի քաղաքապետն է եւ բարձր պաշտոնների են անցել եւ ուրիշ տեղեր, մյուս եղբայրներ նույնիսկ շատ հաջող ապագա ունեցան։ Այսինքն համառոտ եմ ասում, որ ես ունեմ նույն փորձառությունը, ոչ թե մեկ, ոչ թե երկու, ոչ թե երեք, տասնյակ 34 տարի այս գործի մեջ եմ, ամեն ինչ տեսել ենք ու լսել ենք եւ այդ փորձառությունը փոխանցում ենք ձեզ կամ հաջախորդ ու գալիս է մեր գրասենյակը ասում ենք ինչ ենք տեսել։ Ուրեմն մեր շատ հավատարիալ մեր հաջախորդներից, որ կրկնակի գալիս է մեզի, այսօր ասեմ COVID-ից առաջ էր, ինձ հրացանավ ասա, որ իմ երկու տուն ուներ, մեծ տան վրա, որ պարկը քիչ էր, ասա, որ տղես նոր ավարտեր է բժիշկությունը ավարտե եւ գործի անցե եւ $400,000 student loan ունի։ Բժիշկներին է թանկը $400,000 student loan ունի եւ ուզում ես տան վրա գումար քաշես, 400,000-ը թո ինքը փակի, տունի տոկոս ավելի հարմար է, պլաս տունի տոկոսը write-off անում, tax-երից պակսացնում է, պլաս տունը արժեքը բարձրանում է եւ տունն էլ իրան գտան։ Եվ այդ տան վրա տենց արանք եւ բժիշկի հետասարդի պարկերը տվանք եւ ինքը մեջը փոխադրվավ եւ շատ ուրախ էր։ Ուրեմն այդ անձնավորությունը, որ այդ տուները առերա ժամանակին եւ իր տունը կար եւ ասա թե ինքը բժիշկ է, ինքն էլ իր payment-ը կտա, բայց payment-ը ավելի մաճելի է այլում, երբ որ տան վրա է, քան թե student loan-երն եւ այլն։ Եվ արժեքն լավ է, նույնիսկ այսօրվա տոկոսներով։ Այդ պարոնը, որ տուները, երկու տուներ առի մատ Իրան մատ վարձույթ տվե վերջի երեխաներին,
ամենից մեծ հարուստությունը թողավ իր երեխի համար երկու ձևի։ Մեկ, երեխային դպրոց ուղարկավ նույնիսկ պարկով, ստուդենտ լոներով, հետո այդ իր տունը ուներ, որ 20 տարի էր անցել էր արդեն երեխան մեծացել էր, ամուսնացել էր, արդեն պարկը քիչ էր եւ էկույթին շատ էր, համ տունը թողավ երեխային, համ էլ պարկը օգնավ փակի։ Այդտեղից ավելի երջանիկ բախտություն ինչ պետք է այդ երեխայի համար կամ այդ ծնողի համար։ Այստեղ մի հատ օրինակ եմ ասում, մարդիկ 10-ը, 20-ը, 50-ը property ունեն։ Այսինքն մի հատ օրինակ եմ ասում պարզապես։ Ուրիշ ունենք, եկան մեր մոտ ամուսիններ, նորեն մեր հավատալի հաճախորդներից, ասան որ գիշես մեր տունը refinance արար եւ այլն, այո, աղջիկս պետք է ամուսնանա, $50,000 պարկ ենք ուզում տան վրա, որ օգնենք իրանց ամուսնության համար, գոնե առաջի down payment-ը դնենք։ Այսի ասում եմ, էլ նորեն COVID-ից առաջ 50,000-ը բավական էր, փոքր քիչովին ուզում սկսին, եւ այդ $50,000 cash-ա տարան գումար, որպես down payment օգնան իրանց երեխաներին։ Հիմա tariff-ի հարցերով, այդտեղ լավ լուրեր էր։ Թող վտանգավոր վատ լուրն էլ ասեմ։ Այս tariff-ի հարցերով անգործությունը կարող է շատանա։ Կարող է որ դուք գործից զրկվեք, laid off, գործ չունենաք, կարող է 1 տարի, 2 տարի unemployment։ Ինչպես որ 2008-ին, որ crash ելավ, ինչքան ժողովուրդ գործ չունին, unemployed-ին, բանկերը bankruptcy-ին ֆայլանում, ոչ մի guarantee չկար, նույնիսկ Bank of America was going down, Fannie Freddie-ն ու արդեն որ պետությունը ներս մտավ, Fannie Mae Freddie-ը վարկերը առնում են, Lehman Brothers-ը 150 տարվա ընկերություն, multi-billion dollar ընկերություն անհայտացավ։ Եվ unemployment rate ինչքան բարձր էր եւ գործ չկար։ But guess who survived? Նրանք որ տուն ունին եւ տան վրա պարգով կարողացան survive այո։ Դե ինչ որ savings ունես, savings-ն ուտում ես, փողը եթում է, շատ արագ այթում։ Փող հավաքես, արագ եթում է։ 2008-ին մեր գործը լրի բոլոր Միացյալ Նահանգների real estate եւ finance ընկերությունների գործերը մեռավ։ Եվ տևա մոտարապես 3-4 տարի մինչև ոտի կայնավ, գոնե 5 տարի։ 5 տարի you have to survive։ Կամ 1 տարի, կամ 6 ամիս, կամ 2 տարի։ Բայց եթե տուն ունես, that's your guarantee, որ գոնե մի բանով ապրես մինչև հետ ոտի կայնես։ Եվ հիմա tariff-ի ժամանակ։ Նայենք տոկոսները, unbelievable տոկոսներ ունենք, դեռ էսի բարձացավ հետո ուրբաթ օրվա վերջավորությունը, բայց երկուշաբթի you have to take action fast, so նայենք։ Ուրեմն այս refinance-ների համար եմ ցույց տալի, եթե պարկը 800,000-ից ցած է եւ գոնե 25% equity ունես, 20-ն էլ նույնն ակցիաներն էլ նույնն է եւ 781 credit score ունես եւ single family house հողով տունը 5.625 1 point-ով 5.99 0 point-ով 5.75-ը կարող ես half a point-ով մեջտեղը ստանաս։ Եթե high balance ես, այսինքն 3 եթե գվես cash out ես գումար քաշես վրան, որ պարկերը տաս, որ երիտասարդներին օգնես, որ survive անես գործ չունես, 300-800,000 պարկի պատճառ պայմանով, նույն պայմաններով 781 credit score եւ այլն single family եւ այլն 5.875 1 point-ով 6.125 0 point։ Եթե high balance ես, այսինքն պարկը 800,000-ից 1.200,000 դոլար է, 781 credit score ունես եւ 75% 20% equity ունես 6.375 0 point-ով։ Հիմա այստեղ տուն առնելու համար նորեն լավ credit-ով 781 credit score-ով single family residence house first time home buyer 3% կանխավճարով հայնակ այսօր կանանց եք տեսնում ինչ որ կապույտ է 5.5% 2 point-ով 5.801 point-ով եթե ինչ որ կանանց եք տեսնում մենք ձեր համար օգնում ենք տուն առնեք տուն առնելու ժամանակ ֆինանսավորում ես 1.0 է լինում ձեր համար so հիմա 5.875 0 points եւ եթե ուրիշ որևէ offer կա դուսը մենք անպայման ձեր offer-ից ավելի լավ offer կունենանք we can beat your rate 10% down payment-ի պարագայում նույն պայմաններով 5.875-ը որ 0 կլինի եթե տունը մենք ենք ձեզ համար առնում
20% կանխավճարով նույն ձևի 5.875, 25 տարվանը 5.875, 20 տարվանը 5.625, կարող 20 տարվա վերցնենք 5.625-ը 0 point կլինի, եթե մենք ենք տունը ձեր համար առնում, 15 տարվանը 4.875 եւ 10 տարվանը 4.75։ High balance-ները որելում է 86000-ից 1.209.000, 10% կանխավճարով 6.375, 0 point կլինի, եթե մենք ենք տունը ձեր համար առնում, 20% կանխավճարով, հիմա կարող եք 5.875-ը վերցնենք միայն 1 point վճարեք, որտեղ այս 1 point-ը փոխարինում է նույն պայմաններով credit score-ը, single family եւ այլն։ Այսի 25 տարվա fix-ը 6.425, 20 տարվա fix-ը 5.72 point-ով, 5.91 point-ով, 15 տարվա fix-ը 5.370։ FHA-ները, այո, եթե FHA loan ունեք, FHA loan-ները շատ են իջե շատ, FHA loan-ները եթե նայեք մոտարապես մինչև 806,000 5.25 1 point-ով կամ 5.8 point-ով, եթե մենք ենք ձեր համար տունը առնում 5.25-ը 0 այլում, եթե մենք ձեր տունն ենք ներկայացնում։ High balance-ը նույն ձևի մինչև $1,200,000 վարկ 3.5% կանխավճարով 5.25 միայն 1 point-ով։ Հիմա եթե FHA loan արդեն ունեք եւ FHA-ից ուզում ենք տոկոս իջացնենք, եթե ձեր տոկոսը 6.425-ից ավելի բարձր է եւ արդեն FHA loan ունեք, առանց եկամուտի թուղթի, առանց կրեդիտի, առանց appraisal-ի, առանց որևէ գործ անելու 6.425 առանցի ծախս վճարելու, 1 penny էլ չեք վճարի, կստանաք 6.425, եթե FHA loan ունեք արդեն եւ FHA-ից FHA ուզում եք տալ։ Եթե չէ ուզում եք 1 point-ը վճարեք, 5.25-ը կստանաք, point-ը կվճարեք, բայց եկամուտի թուղթ էլ պետք կունենաք։ Ջամբոների մեջ շատ տարբերություն չի տվել, ջամբոներն է մինչև $3 million, 6.375 եւ interest only ջամբոյի միայն տոկոսը, եթե ուզում ես վճարես 6.625 եւ առանց tax return-ի bank statement program-ով նույնիսկ profit and loss statement program-ը ունենք 6.625 եւ line of credit-ները առանց line of credit-ը միայն կենտրոնական բանկին է կախյալ այն ժամանակիշնի։ So ինչպես տեսակ տոկոսները is tremendously down, so տոկոսների կողմից խոշ չկա, բավականի իջել է refinance-ների համար հեռացանեք եւ որտեղ ձեզ ինչ կոդ են տալի գրական, մեզի հեռացանեք, we can guarantee, ես կարող եմ մեծամասնություն guarantee անենք, մենք կարող ենք այդ rate-ը անպայման ավելի match անենք, դե ոչ իջացնենք, ավելի քիչոտ քան թե ինչ որ ձեզի offer են արել։ Եթե ուրիշ real estate agent-ների հետ աշխատում եք, no problem, նույն ձևի է real estate agent-ին, ասենք ում վարկը պարոն Ղարիբյան անի, նույն ձևի մենք կարող ենք ձեզի benefit-ներ տան, բայց տուն առնելի սպասելը տոկոսները արդեն պատճառ չի, տոկոսների համար մենք incentive-ներն էլ ունենք, որ նույնիսկ point-ն ենք մենք վճարում, so question-ը մնում է ստեղում հարցը, որ եկամուտ ունես, տուն առնես, կարող ես payment-ը վճարես, դաստիարակել։ Հիմա արժեքները ինչ է, different story։ Let's look at the prices, նայենք արժեքները ինչպես է, բավական affordable արժեքներ կա, պետք է end number-ը պետք է հաշիվ անենք, կարևոր է դա, մենք նայենք listing-ները խնդրում եմ։ Ուրեմն նայենք listing-ները, որտեղ արժեքները մեծ տարբերություն անում։ Ստա միջև ուրբաթ օրվա listing-ներն են անշուշտ։ So նայենք մի քանի հատ Montebello, 2 ննջասենյակ, 2.5 լվացարան, 1329 square feet տունի մեծությունը, $317 Homeowners Association-ը, 214-ի շինարարությունը, $625,000, so որպես starter home, ովքեր առաջի անգամն ուզում առնի, affordability հարցը, տոկոսները իջել են, $470 per square feet, Montebello-ը ինչքան հայություն ունեն կտա համար են ցույց տալի Montebello-ի տուները, so անպայման նկատի արեք եւ մաքուր կոկիկ private garage-ով եւ նստավայրով եւ այլն եւ այլն։ Reseda Valley ինչքան հայություն ունենք 2 ննջասենյակ 2.5 լվացարան 1516 square feet size-ը բավականին սրտաբաց մեծ է
$480 per square feet, մեկ քիչ outdated է, մեկ քիչ պետք է նորոգություն լինի, բայց պետք է չունես անմիջապես անես, you can live in it, գետինի մանրատախտակները կան, okay, as is, 480 Homeowners Association-ով, $412 price per square feet, $625,000, ինչքան մեծ balcony նման patio նստավայր ունես private քո համար։ Simi Valley 3 ննջասենյակ 2 լվացարան 1520 square feet բավականին մեծ է $433 Homeowners Association-ը $454 per square feet $689,000 so square feet-երը 400-ների մեջ շատացել են ինչպես տեսնում եք adjustment-ները արդեն բավականի ելերա լավ տուներ են ստանք ինչպես ասեմ just starter home առաջի տունն է չի նշանակում ինչ որ առնես պետք է տամես retirement անես it's just a starter home pool էլ ունի տեղն է շատ լավ է so yeah absolutely it's a good starter home Northridge 2 ննջասենյակ 2.5 լվացարան 1458 square feet ունի մեծությունն է $560 Homeowners Association-ն է նայեք իր սրտապահ fully remodeled պատրաստ վիճակի մեջ է $560 per square feet Northridge-ում մեկ քիչ թանկոտ է բայց վիճակը շատ ավելի լավ է եւ ինչպես տեսնում եք մաքուր moving condition-ը so Northridge-ում pool էլ ունի ամեն ինչը perfect է Նորեն Northridge-ում 2 ննջասենյակ 2.5 լվացարան 1724 square feet ունի մեծությունն է $696 Homeowners Association-ն է մաքուր վիճակի մեջ է fully remodeled է ճիշտ 1980 թվականի շենք է բայց լրիվորեն remodeled է recessed light-երով bathroom-ները, գետինները, ամեն ինչը $422 per square feet այս վիճակի տուն Northridge-ում it's a great buy $729,000 եւ նա ինչքան մեծ բակի նման patio ունի եւ private garage էլ ունես you can go wrong եւ pool-ն էլ ունի so it's a great tennis court-ն էլ ունի so ամենը $696-ի մեջ է մտնում Simi Valley 3 ննջասենյակ 2.5 լվացարան beautiful design 1911 square feet ունի մեծությունն է $375 Homeowners Association-ն է $406 per square feet $775,000 asking price Simi Valley-ում Beautiful, տեսեք, լրիվ remodeled է moving condition, ծախս չունի, 1900 square feet, it's big, տունի չափսա եւ $406 per square feet շատ արժան է, այս վիճակի տուն ծախս էլ չունես մի penny, so private garage-ն էլ ունես, it's great. Burbank 2 ննջասենյակ 3 լվացարան 1398 square feet size-ն է, ներսը լրիվ remodeled է, տունը դուրսից 1978 թվականի շենք է, բայց լրիվորեն remodeled է, Homeowners Association լավություն քանդոնին roof-ը եթե problem ունես, cover-ը չի Homeowners Association-ի պատասխանատվությունն է $591 per square feet Burbank-ի համար մեկ քիչ it's on a high side, but not much, but it's on a high side, բայց վիճակը պատրաստ է $825,000 asking price։ Հողով տուները նայենք մեկ քանի հատը Palmdale 4 ննջասենյակ 2 լվացարան 1824 square feet տունի մեծությունն է 9500 square feet հողամասի մեծությունն է moving condition $290 per square feet $530,000 so եթե դու չես կարող թանկ առնես բայց option ունես եթե մեր ժամուկես քշելու խնդիր չունես մեր ժամուկես կարող ես քշես եւ էսի $530-ով $530,000 Palmdale-ում մեծ տուն ունենաս եթե ավելի թանկը չես կարող առնես Silmar 3 ննջասենյակ 2 լվացարան 1593 square feet 7000 հողամասն է Silmar արդեն մոտիկ է $775,000 That's a great price nothing wrong with the house ոչինչ չունի պետք է չունես kitchen counter-ը փոխես marble անես ինչ անես հիմա տանով կարող ես յոլայթես կամ այս bathroom-ները so there's nothing wrong with it այո թեթև եթե ուզում ես վրան 20,000 ծախսես միայն counter top-երը փոխես ափսոս է I don't recommend բակ ունի ամեն ինչ ունի it's a great հետևից էլ ADU կարող ես ավելացնես որտեղ garage-ը alley ունի alley հետևից է Canoga Park 3 ննջասենյակ 2 լվացարան 1386 square feet ունի մեծությունն է 7500 հողամասի մեծությունն է $799,000 $577 մեկ քիչ բարձր է արժեքը price per square feet-ը բայց որպես $799,000 affordable արժեքի մեջ է
պահանջը շատ կլինի այս տունինը, որտեղ համեմատաբար արժեքը հիմա կարող է մեկ քիչ ավելի արժանոտ maybe potentially եւ հողով տունը բակնել ունի։ Glendale, եսի ADU էլ ունի, so main house-ը առաջի տունը 2500 square feet total-նա 3 bedroom 2 bath առաջն է, 3 bedroom 2 bath հետևն է, բայց total 2500 է, so փոքր են 8000 square feet հողն է, $499 per square feet, asking price $1,248,000 ADU-ով տունը։ Simi Valley 4 տնջասենյակ 3 լվացարան 2951 square feet տունի մեծությունն է, 9000 square feet հողամասի մեծությունն է, նայեք պատրաստ է, there is no expense, $474 per square feet, nothing wrong with the kitchen, մի քիչ outdated է 80-ական թվականներին է, բայց լավ վիճակի մեջ է, սրտաբաց է, ինչպես տեսնում ես, պետք է չունես անմիջապես փոխելու, $1,400,000, բայց համեմատ չափսին եւ համեմատ արժեքին բավականին լավ արժեք է տալի, հողը բավականին մեծ է, տունը բավականին մեծ է եւ շատ գեղեցիկ view ունես։ Grand Hills 5 ննջասենյակ 4 լվացարան 2800 square feet տունի մեծությունն է, 10000 square feet հողամասի մեծությունն է, $565 per square feet, մեկի շատ է ուզում, բայց թաղամասը լավ է, տունը լավ է, մեծ է, $1,590,000, մի քիչ արագ ասում եմ, ժամանակս կարճ է, բայց կեսը remodel-ել է, սա կեսը չի, so փուլով տունել է, կանալեզի լավ թաղամասից է։ La Canada Flinge, այս տունը անպայման զույմ ցույց տայիմ 3 ննջասենյակ 2 լվացարան, բայց 2690 square feet տունի մեծությունն է, բայց lot size-ը նայեք մոտ 2.5 acre-ը 102,000 լատի մեծությունն է, հողը մեծ է, տարին $50, ամիս $50 homeowner association is not a big deal, condo չի, house տունը հողով, $2,095,000 asking price upgrade պետք ունի, բայց asking price-ը $778 per square feet։ Այսի տաբրայի թե $200 ծախսես վրեն, Ոյնի $978 per square feet, բայց brand new գինի seller էլ կարծած է, տեսակ storage էլ ունի։ Այս հողով, այս չափսի տուն, sense մեծ այդ location-ում նույնիսկ $200 per square feet ծախսես, ոյնի 400,000 էլ ծախսես տան վրա կամ 500,000, այն ժան կնես 900 something still։ Մեր ծրագիր ավարտին հասավ, տոկոսները շատ են իջե, մանավանդ refinance-ի համար կամ տուն առնելու համար հեռաձայնեք եւ անմիջապես կփորձենք ձեզի օգտակար լինենք։ Շնորհակալ եմ եւ կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ։ Տեսություն։